Քրեական վարույթ է նախաձեռնվել Մայրաթորի դեմ։ Քննչականի հաղորդագրության համաձայն վարույթը վերաբերում է դատարանի որոշումը չկատարելու եւ դրա չկատարմանը դրդելու փաստին։ Փաստաբանները պնդում են, որ դատարանը խառնվում է եկեղեցական կանոնադրությանը, կայացնում որոշում, որն իր տիրույթում չէ։ Ռուբեն Մելիքյանի խոսքով նախաձեռնված վարույթը վեհափարի եւ այն եպիսկոպոսների դեմ է, որոնք մասնակցել են Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի կարգալույծ հռչակելու որոշմանը։ Կարճ ասած, սրա հայտարարակ իրավականությունը, հակասահմանադրականությունը նրանում է, որ սա հերթական միջամտությունն է եկեղեցու գործերին։ Այս անգամ արդեն մի ակտի հետ կապված, որը բացարձակ հոգևոր նշանակություն ունի։ Քրեական վարույթը նախաձեռնված է այնպիսի հոդվածներով, որոնք դասվում են ոչ ծանր հանցանքների շարքին։ Ընդհանուր իրավական սկզբունքներից մեկի համաձայն, առաջին անգամ նման արարք կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման, այսինքն վեհափարին եւ եպիսկոպոսներին այդ վտանգը չի սպառնում, բայց այստեղ մեկ այլ ուղերձ կա, ասում է Մելիքյանը։ Ամեն ինչ արվում է, որ խափանվի ամենայն հայոց կաթողիկոսի բացարձակ իրավաչափ տնօրինությամբ նշանակված եպիսկոպոսատ ժողովը Ավստրիայում։ Այո, միանշանակ է դա։ Դա միանշանակից էլ միանշանակ է, այլ պատճառ այստեղ ես ուղղակի չեմ տեսնում։ Ինչպես են խոչընդոտելու, փաստաբանը կարծում է, քրեական հետապնդում է հայտարարելու դատախազությունը, որից հետո Մայրաթորում խուզարկություններ կիրականացնեն, եւ որպես գործի շարունակություն դատարանը կորոշի երկրից բացակայելու արգելք տալ վեհափարին ու եպիսկոպոսներին։ Այդ արգելքի հետևանքով եպիսկոպոսատ ժողովը հնարավոր է չկայանա, նշում է Մելիքյանը։ Տերտիրատուր Քահանա Սարդարյանի խոսքով, եպիսկոպոսական նշանակման գործընթացի նկատմամբ դատական միջամտությունը, այդ որոշման հարկադիր կատարումն, ինչպես այժմ նաեւ եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդման նախաձեռնությունը չեն կարող ընկալվել որպես իրավունքի չեզոք կիրառություն։ Խոսքը վերաբերում է մեր եկեղեցու սահմանադրությամբ երաշխավորված ինքնավարության նկատմամբ համակարգային հարձակման մասին։ Պետությունը անտեսում է եկեղեցու օրենսդրորեն ամրագրված ինքնակառավարման իրավունքը, չի հարգում պետություն եկեղեցի հարաբերությունների համար սահմանված հատուկ իրավական պաշտպանական շրջանակը եւ խախտում է պետության եւ եկեղեցու տարանջատման սկզբունքը, միջամտելով զուտ ներքին հոգեվոր բնույթի հարցերին։ Ասացին գրավոր հարցում ուղարկեք։ Մայրաթորի տեղեկատվական կենտրոնից օրեր առաջ հայտնել էին, որ հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսած ժողովը Ավստրիայում է անցկացվելու փետրվարի 16-ից 19-ին։ Այս որոշմանը դեմ էին արտահայտվել եպիսկոպոսները, որոնք միացել էին Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված եկեղեցու բարենորոգման ծրագրին։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։